Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կասկադի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը։ Ըստ Երևանի քաղաքապետի այս քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ավարտուն տեսք ստանալն է, որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի եւ հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշահամալիրի հետ, ինչի արդյունքում նաեւ կյանքի կկոչվի Թամանյանական եւ Ջիմ Թորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը։ Մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց մասնակցելու գործարար Սամվել Կարապետյանին աջակցելուն միտված հավաքին, հայտնում է քննչական կոմիտեն, մեկ անձ կալանավորվել է։ 2025-ին կառուցվել, նորոգվել, հիմնանորոգվել է 400 կիլոմետր ավտոճանապարհ, կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է տեղեկացրել։ Գործադիրը եւս 2.9 միլիարդ դրամ է հատկացրել 58 կիլոմետր ճանապարհների կառուցման, նորոգման համար։ Շեշտվել է, որ աշխատանքները տարբեր փուլերում են։ 2018-ից ի վեր 222.912 աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում։ Վարչապետը նշել է, որ սեպտեմբերի տվյալներով պատմականորեն առաջին անգամ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը մեր երկրում հատել է 800,000-ի սահմանը։ Հայաստանի համար մեր հավաքի խորագիրը եկել է խաղաղության ժամանակը, խորը իմաստ ունի։ Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովում Միրզոյանի ընդգծումն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Երկու երկրներն այժմ աշխատում են կարգավորել հարաբերությունները, անցնելով հաշտացման դժվարին ճանապարհով։